Փաշինյանի կառավարությունը 750 միլիոնի եվրո բոնդ է թողարկել, այսինքն պարտք է վերցրել ահավոր թանկ տոկոսով, բայց այդքան վերցրել է, որ դեֆիցիտ փակի։ Իսկ դա ինչ է նշանակում։ Նշանակում է պարտք է վերցրել, որ ՔՊԱ-ականներին հավելավճար բաժանի, որ կարմիր բերետներին պարգևավճար բաժանի, որ Ալենը գնա Ստրասբուրգ, որ փող տա Նիկոլի աշխատողներին իր ու կնոջ փոդքասթը նկարեն, որ փող տա ֆեյքերի պոակին, պարտք է վերցրել, որ փող տա թուրքերին ժուրնալիստների խմբով գան Հայաստան, հետ գնան ու Երևանը ներկայացնեն թուրքական։ Պարտք է վերցրել, որ տա մի ռեփ երգչի, որ մի ինչ-որ գա երգի, բայց նա էլ չգա։ Պարտք է վերցրել, որ 25 միլիոն դոլար մսխեն միայն մեկ հիմնադրամով, իսկ իզնուտ հոզն էլ չերևա։ Պարտք է վերցրել, որ քաղաքացին ապրի չքավորության մեջ վթարային շենքում, դա էլ ձեռքից խլեն, բայց 23 միլիոն եվրոյով դեսպանատան շենք գնի Փարիզում։ Իսկ ֆրանսիացիները իրենց երկրում 23 միլիոն եվրոյով շենք չեն առնում։ Այս սաղի համար փող ունեն, բայց փող չունեն տալու, որ 44-օրյա պատերազմում անհետ կորացի մայրը գլխին ծածկ ունենա։ Այն դեպքում, երբ նրանց ուսերի վրա եկավ իշխանության ու իրեն իշխանություն բերողների մի մասին դարձրեց զոհ, անհետ կորած, որ թեկորույս ծնող, որ փացած զավակ։